Ողջույն, Նիդերլանդական հեղափոխության առաջնորդը արքայազն Վիլհելմ Օրանացին էր։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Սեսիլի Վեջվուդ, Պրինց Վիլգելմ I Արանսկի։ Գիրքը հրատարակել է Ցենտր Պոլիգրաֆ հրատարակչությունը 2024 թվականին։ Անգլիացի պատմաբան Սեսիլի Վերոնիկա Վեջվուդը իր գրքում մանրամասն ներկայացնում է Վիլհելմ Օրանացու կենսագրությունը։ Նա ծնվել է 1533 թվականի ապրիլի 24-ին Դիլենբուրգում։ Իր հայրը Նասաու Դիլենբուրգի իշխանության գրաֆ Վիլհելմ I-ն է, մայրը Յուլիանա Շտոլենբերգուհին։ Նասաու Դիլենբուրգը մաս էր կազմում Սրբազան հռոմեական կայսրությանը և ընդունել էր ռեֆորմացիան։ 11 տարեկանում Վիլհելմ Օրանացին ժառանգում է Օրանժի իշխանությունը և Գերմանիայից տեղափոխվում է Նիդերլանդներ։ Իր կյանքը նա նվիրում է Նիդերլանդների ժողովրդի պայքարին իր իրավունքների, հետագայում երկրի միասնության և ազատության համար։ Նիդերլանդները այդ ժամանակ մաս էին կազմում իսպանական Հաբսբուրգների ճյուղի ղեկավարած իսպանական կայսրությանը։ Իսպանիայի թագավորը նշանակում էր Նիդերլանդներում շտադհալտեր, ով իր անունից կառավարում էր երկիրը։ Վիլհելմ Օրանացին սկզբում համագործակցել է, հետագայում պայքարել է այդ շտադհալտերների դեմ։ Իր ամենադաժան և ամենավտանգավոր հակառակորդը հանդիսացավ Ֆերնանդո Ալվարես դե Տոլեդոն, հանրահայտ երկաթյա հերցոգ Ալբան։ Վիլհելմ Օրանացու հարազատները, մասնավորապես եղբայրները Լյուդվիգը, Իոաննը, Ադոլֆը, մասնակցել են իր կողմից գլխավորված ազգային ազատագրական պայքարին։ Վիլհելմ Օրանացին ամուսնացել է 4 անգամ։ Իր կանանցից ամենասիրելին Շարլոտա դե Բուրբոնն էր, ով իր կողքին էր իր համար ծանրագույն պահերին, մասնավորապես Ժան Խուարեգվիի կողմից կազմակերպված իր դեմ մահափորձի ժամանակ։ Վիլհելմ Օրանացին հանդիսացել է ոսկե գեղմի միաբանության անդամ։ Նա համառորեն փորձել է ձեռք բերել դաշնակիցներ իդեմս Սրբազան հռոմեական կայսրության, Անգլիայի Եղիսաբեթ I թագուհու, ֆրանսիական հուգենոտների համար ջանքեր է գործադրել հաշտեցնելու Նիդերլանդների կաթոլիկներին և բողոքականներին։ Ժողովուրդը իրեն տվել է երկրի հայր պատվանունը։ Վիլհելմ Օրանացին սպանվել է 1584 թվականի հուլիսի 10-ին Դելֆտում Բալտասար Ժերարի կողմից արձակած կրակոցից։ Գիրքը հետաքրքիր կլինի Նիդերլանդների, Իսպանիայի հեղափոխությունների պատմությամբ հետաքրքրվողներին։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։